ծախսերը, այն հիմնական սահմանաչափը, որը արդեն հաստատվել է միջնաժամկետ ծախսերի ծրագրով, ու փորձեմ տարբեր դիտակետերից ներկայացնել ծախսերը, որպեսզի դες համար եւս հետաքրքիր ինֆորմացիա լինի ու կարողանաք տարբեր դիտանկյուններից տեսնել ու կարդալ այդ բյուջեն։ Եկեք սկսենք հիմնական միջնաժամկետ ծախսերի ծրագրից, ինչի որովհետև այս ծրագրով ըստ էության սահմանում են մեր ոլորտային սահմանաչափերը, թե մենք ինչ ենք սպասում առաջիկայում, առաջիկա 3 տարիների ընթացքում սոցիալական պաշտպանության ոլորտում, մինչև թվերին անցնելը ուղղակի ֆիքսանք, որ սոցիալական պաշտպանության ոլորտ ասելով մենք հասկանում ենք ըստ էության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի բյուջե։ Եվ այսպես, եկեք սկսենք, ուրեմն միջնաժամկետ ծախսերի ծրագրով սոցիալական պաշտպանության որպես հիմնական նպատակ է ֆիքսվել երկրում աղքատության մակարդակի էական կրճատումը, ժողովրդագրական իրավիճակի բարելավումը և Հայաստանի Հանրապետության բնակչության առանձին խմբերի համար սոցիալական երաշխիքների ապահովումը։ Այս նպատակի իրականացման համար սահմանվել են հիմնական թիրախային ուղղությունները, որոնք իրենց մեջ, ինչպես տեսնում եք, ներառում են ընտանիքների կենսամակարդակի բարձրացման ուղղված միջոցառումները, ժողովրդագրական իրավիճակների բարելավման միջոցառումները, բնակարանային ապահովման, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների օժանդակության, երեխաների մուտքը մանկատներ կանխարգելում, նրանց ընտանիքի վերադարձման ապահովում, աշխատանքաշուկայում խոցելի խմբերի համար մրցունակության բարձրացման ու գործազրկության նվազման միտված միջոցառումների իրականացումը, բայց այս հիմնական ուղղությունների իլրումն այս հիմնական ուղղությունների միջնաժամկետ ծախսերի ծրագրով կարևոր է որ նկատել, որ ֆիքսվում է որպես կարևորություն անկախիկ եղանակով վճարումների, կենսաթոշակառումներին հետվճարի տրամադրումը, ինչպես նաև մասնավոր կազմակերպությունների մուտքի խրախուսումը սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտ և շահառուներին մատուցվող խնամքի ծառայությունների շարունակականության ապահովումը, այլընտրանքային ծառայությունների ընդլայնումը համայնքի ներգրավման միջոցով, այսինքն համայնքային ներուժը օգտագործելով։ Սրանք կարևոր ուղղություններ են որպես սահմանում սոցիալական պաշտպանության ոլորտում և փաստորեն 2026 թվականին արդեն միջնաժամկետ ծախսերի ծրագրով մենք սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացնում ենք 993 միլիարդ դրամ, ինչը 25-ի համեմատ փոքր-ինչ աճի միտում է դրսևորում, փոքր-ինչ չէ, այդքան էլ փոքր-ինչ չի, 87.4 միլիարդ դրամի աճ ունենք, ընդ որում հաջորդող տարիներին 27-ին և 28-ին, ինչպես տեսնում եք, այդ աճի միտումը շարունակվում է։ Եթե տոկոսային արտահայտություններով խոսենք, աճը 96% է կազմում, այստեղ ինչի վրա կուզենամ ձեր ուշադրություն դարձնել, որ 25-ին այդ աճը 6.2% է եղել, այսինքն մենք 26-ին մոտ 3.4%-ային կետով ավել աճ ենք պլանավորում, հաջորդող տարիներին աճի տեմպը փոքր նվազող է, բայց եթե համեմատենք սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերի աճի տեմպը ընդհանուր բյուջեի աճի տեմպին, ինչ կտեսնենք, որ ոլորտին հատկացումների բյուջեի աճի տեմպը առաջանցիկ է պետական բյուջեի աճի տեմպից, սա ինչ է նշանակում, որ մենք ոլորտին ավելի մեծ աճ ենք նախատեսում, քան ընդհանուր պետական բյուջեի ծախսերն են աճում։ Այստեղ էլ հետաքրքիր ինֆորմացիա ունենք, եթե 25-ի հետ ենք համեմատում, կտեսնենք, որ հակառակ միտումն է եղել, այսինքն 25-ի բյուջեն պլանավորելիս մենք ընդհանրապես պետական բյուջեի ծախսերին համամասնորեն կամ ավելի առաջանցիկ անց չենք տվել սոցիալական պաշտպանությանը, ընդհակառակ ավելի փոքր է եղել աճը 6.2%, երբ որ պետական ծախսերի աճը 16.5% է եղել։ Եվ այսպիսով ինչ ունենք, որ սոցիալական պաշտպանության ոլորտին ուղղվող բյուջեն կազմում է պետական բյուջեի ծախսերի մոտ 28%, 27.7%, ընդ որում այդ պահպանվում է հաջորդ տարիներին մի փոքր ավելի աճելով, հնայում այդ կշիռը 8.4% է և արդյունքում մենք ինչպես որ միշտ ունեցել ենք մեր ապագա պլաններում միջնաժամկետում 26-ից 28 թվականներին բյուջեի որպես ամենամեծ կշիռ ունեցող ոլորտ էլի դիտարկում ենք սոցիալական պաշտպանությունը։ Ոլորտին հատկացվող ծախսերը մոտ 28% է փոքր-ինչ աճով, եթե համեմատենք մյուս ոլորտների հետ կտեսնենք, որ բավականին մեծ է կշիռը ի տարբերություն մյուս ոլորտների, օրինակ պաշտպանության ծախսերը մոտ 16% են, ինչ ունենք, տնտեսական հարաբերություններին 7%-ի սահմաններում է, առողջապահությունը 5.5%, կրթությունը 10%։ Այսինքն սոցիալական պաշտպանությունը միևնույնն է մնում է որպես մեր բյուջետային ծախսերի գերակա ուղղություն։
Հիմա եկեք իջնենք ծրագրերի մակարդակ, հասկանանք այդ սահմանված բյուջետային ծախսերի սահմանափակի շրջանակներում ինչ ենք մենք պատրաստվում իրականացնել։ Սրանք ըստ էության միջնաժամկետ ծախսերի ծրագրով հաստատված սահմանաչափին համապատասխանող բյուջետային բաշխումն է, որը այս պահին քննարկվում է աշխատանքի սոցիալական հարցերի նախարարության եւ ֆինանսների նախարարության կողմից, բայց հիշեցնեմ, որ մեր բյուջեն հաստատվելու է սեպտեմբերի վերջին, հոկտեմբերին, հետեւաբար մինչեւ դա կարող են բավականին շատ փոփոխություններ տեղ ունենալ։ Բայց այս պայդրությամբ ինչ ունենք, ամենամեծ ծրագրերը ոլորտում կենսաթոշակային ապահովությունն է, որին ուղղվող ռեսուրսները կազմում են ոլորտային ծախսերի 60%-ը գրեթե, այս բավականին մեծ է, կուզենամ, որ ֆիքսվեք սրա վրա, հետո նաև ավելի մանրամասն կանդրադառնանք։ Հաջորդ խոշոր ծրագրերն են սոցիալական ապահովությունը 14%, ժողովրդագրական վիճակի բարելավումը 8.5%։ Ընդ որում, այս 3 ծրագիրը միասին կազմում են մեր ընդհանուր սոցիալական պաշտպանության բյուջեի 82%-ը, գերակշիռ մասը բյուջեի, այսինքն այստեղ պետք է հասկանալ, որ սրանք մեր հիմնական սոցիալական պաշտպանության ուղղություններն են, ծախսային ուղղություններն են։ Տեսնենք, թե որ ծրագրերում աճ նախատեսված, մի քիչ լավ չի երևում ոնց որ կարմիրը, բայց եկեք կարդանք թվերը։ Փաստորեն 4 ծրագրով հիմնական մեծ աճ ունենք նախատեսված, դրանք են կենսաթոշակային ապահովությունը, մոտավորապես 31 միլիարդ դրամի աճ ունենք այստեղ, սոցիալական ապահովությունը 16.4 միլիարդ դրամ, ճգնաժամերի հակազման արտակարգ իրավիճակներում հետևանքների նվազեցման եւ վերացման նպատակով առանձին սոցիալական խմբերին տրվող սոցիալական աջակցություն այս ծրագրի գծով 20 միլիարդ դրամ, ընդ որում քանի որ երկար անունը ու իրականում այդքան էլ հասկանալի չէ թե ինչ է սրա տակ իրականացվում, ասեմ, որ այս ծրագրի շրջանակներում այս պահին մեկ միջոցառում է իրականացվում, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության միջոցառումը, որի շրջանակներում մի քանի ենթամիջոցառումներ կան, սրա մասին էլի հետագայում կխոսենք մի քիչ ավելի ուշ։ Զբաղվածության ծրագրում աճ ունենք 11.5 միլիարդ դրամ, սա ծառայությունների ավելացման պայմանավորված նոր միջոցառում ունենք, սա էլ հետագայում հեսա մի փոքր ուշ կտեսնենք, որ միջոցառումն է եւ ոնց որ թե վերջ։ Սա բացարձակ թվերով աճերն էին, եթե տոկոսային նայենք, բացի զբաղվածության ծրագրին եւ փաստորեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցությունը, ունենք նաեւ աճ բնակարանային ապահովման ծրագրում մոտ 30%, 3.6 միլիարդ դրամի, սա էլ մի փոքր բացեմ, ըստ էության այս աճը սահմանամերձ բնակավայրերում բնակարանների ձեռքբերման տրամադրվող աջակցության այդ միջոցառման հաշվին է տեղի ունեցել։ Եկեք հիմա նայենք, թե ինչ կրճատումներ ունենք, դրանք մեր աճերն էին, այսինքն որ ծրագրերում ընդլայնում ունենք։ Հիմա կրճատումները, կրճատում ունենք սոցիալական փաթեթների ապահովում ծրագրի գծով, բայց սա ծառայությունների կրճատում չի նշանակում, զուտ պլանավորման խնդիր է, այսինքն ավելի լավ է սկսել պլանավորվել, որպեսզի ավելցուկային ռեսուրսներ չմնա։ Պարգևավճարների եւ պատվավճարների դեպքում էլ կրճատում ունենք, բայց սա էլ ըստ էության թիրախային շահառու խմբերի կառուցվածքի փոփոխություններ, էլի ծառայությունների կրճատում չի նախատեսվում։ Միակ դեպքը, որտեղ ծառայությունների կրճատում ունենք, այս պահին քննարկվող բյուջեով կանանց հիմնահարցեր ընտանիքում բռնության եւ մարդկանց թրաֆիքինգի զոհերի աջակցություն ծրագրում է, այստեղ ունենք միջոցառում թրաֆիքինգի զոհերին սոցիալ վերականգնողական աջակցության ծախսեր ունենք, որը այս պահին միջնաժամկետ ծախսերի ծրագրով սահմանված սահմանաչափի բաշխման դեպքում ըստ էության չի պլանավորվում իրականացվել։ Հեսա մի փոքր ավելի ուշ նոր նախաձեռնությունների մասին, երբ որ խոսենք, դրանց շատ ավելի լավ կծանոթանանք։ Այս ընդհանուր պատկերն էր, թե մենք ինչ ենք ունենալու, որտեղ ենք աճ ունենալու, որտեղ է կրճատում նախատեսված եւ ինչպիսին է լինելու փաստորեն մեր սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը առաջիկա 3 տարիների ընթացքում։ Հիմա եկեք քննարկենք նոր նախաձեռնությունները, որովհետև կարծում եմ բոլորիս ավելի հետաքրքիր են այդ նոր նախաձեռնությունները, թե քաղաքականության ինչ փոփոխություններ են տեղի ունենում, իսկ այդ փոփոխությունները բավականին լայն են սոցիալական պաշտպանության ոլորտում։ Կներկայացնեմ եւ 25-ի եւ 26-ի նոր նախաձեռնությունները, բայց ոչ թե 25-ի բյուջեով նոր նախաձեռնությունները, այլ բյուջեն հաստատելուց հետո այս
5-6 ամիսների ընթացքում ինչ նոր նախաձեռնություններ են եղել, այսինքն ինչ միջոցառումներ են եղել, որոնք բյուջեում չեն պլանավորվել, չեն եղել, տեղ չեն գտել, սակայն քաղաքականության փոփոխության հետևանքով արդեն կատարման փուլում մտել են բյուջե։ Դրանք իրականում երկուսն են։ Առաջինը զբաղվածության ծրագրում այդ նախաձեռնությունը, ամուսնալի վարկային դասով դասակարգված, վարկային պարտավորություններ ունեցող, ֆորմալ կամ մասնակի ֆորմալ զբաղվածություն ունեցող անձանց աջակցության միջոցառումն է, որ ինչ է ենթադրում, ենթադրում է, որ այս անձանց վարկային դասով ամուսնալի դասակարգված վարկային պարտավորությունները կֆինանսավորվեն իրենց իսկ եկամտային հարկի հաշվին։ 2025-ի բյուջեով արդեն ունենք 121 միլիոն դրամ պլանավորած և ունենք արդեն 3505 շահառու, ովքեր օգտվում են այս ծրագրից։ Հաջորդող տարիներին շատ հետաքրքիր միտում ունենք, որովհետև ծրագրի բյուջեն կտրուկ աճելու է, շահառուների թիվը ևս աճելու է։ 26-ին տեսեք ունենք 80,000 շահառու պլանավորվող և մոտ 20,2 միլիարդ դրամ ֆինանսավորում, 27-ին 8,8 միլիարդ դրամ ֆինանսավորում 35,000 շահառուի համար և 28-ին 15,000 շահառուի համար 378 միլիոն դրամի ֆինանսավորում։ Մյուս նոր նախաձեռնությունը արդեն երեխաների հիմնահարցեր ծրագրում տեղ գտած նոր նախաձեռնությունն է, ինչ է իրենից ներկայացնում։ Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի ապահովում ընտանեկան միջավայրին առավել մոտ սոցիալ-կենցաղային պայմաններում։ Այս միջոցառման շահառուները ըստ երևույթին գավառի մանկատան լուծարված մանկատան սաներն են, ովքեր արդեն նոր որակի ծառայություն կստանան ընտանեկան միջավայրին առավել մոտ սոցիալ-կենցաղային պայմաններում։ Միջոցառման բյուջեն պլանավորվում է 419 միլիոն դրամ և այս միջոցառման շրջանակներում ծառայություն կստանան 80 շահառուներ։ Գավառ մանկատան սաները 75-ն էին, բայց իհարկե 80 է պլանավորվել 5-ով ավելացնելով։ Արդեն ստանում են, այո, արդեն ներառվել է բյուջե, արդեն 25-ի բյուջեով իրականացվում է այս ծրագիրը, նաև նշեմ, որ այս ծրագիրը իրականացվում է SOS մանկական գյուղեր հիմնադրամի կողմից, այսինքն բուն իրականացնողը հիմնադրամն է հանդիսանում։ Սրանք 25-ի նոր փոփոխություններն էին, հիմա եկեք հասկանանք 26-ի բյուջեով ինչ պլանային փոփոխություններ կան, որոնք աշխատանքի սոցիալական հարցերի նախարարությունը իր հայտով ներկայացրել է, այսինքն այս պահին դեռ քննարկվում են այդ փոփոխությունները։ Եկեք բլոկ ըստ ծրագրերի անդրադառնանք, որպեսզի ավելի հասկանալի լինի։ Առաջինը անապահով սոցիալական խմբերին աջակցություն ծրագիրն է։ Այստեղ 3 միջոցառումներ ունենք առաջարկվող, ընտանիքի կենսապահովման, կայունացման օգնության տրամադրում, աջակցության քարտի տրամադրում և վարձակալությամբ ապրող սոցիալապես անապահով ընտանիքների վարձավճարի մասնակի հատուցում։ Իրականում չեմ խորանա այս միջոցառումների մեջ, որովհետև սրանք բոլորը մեր սոցիալական պաշտպանության անապահովների համակարգի փոփոխություններով է պայմանավորված, մեր գործընկերները աշխատանքի սոցիալական հարցերի նախարարությունից քաղաքականությունը կներկայացնենք, կտեսնենք, թե ինչ փոփոխություններ են նախատեսվում։ Հաջորդ զբաղվածության ծրագրի փոփոխություններն էլ նորից փոխկապակցված են անապահովության համակարգի փոփոխության հետ, ինչ են իրենցից նախատեսում, նախատեսում են անապահովության գնահատման համակարգով, անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց համար դասընթացների կազմակերպում, աշխատանքային փորձի ձեռք բերելու համար աջակցության տրամադրում, զբաղվածության ապահովում, ինչպես նաև հետո նաև գործատուներին աջակցության տրամադրում, որպեսզի այդ անձանց աշխատանքի ընդունեն։ Սոցիալական պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության մշակում ծրագրերի համակարգում և մոնիտորինգ ծրագրում, սա մեր հիմնական քաղաքականության իրականացման ծրագիրն է, այսինքն այս ոլորտում գործող մարմինների պահպանման ծախսերն են այդ կերպ ասած։ Այստեղ ևս փոփոխություններ ունենք, հիմնականում կապված են տեղեկատվական բազաների հարթակների ստեղծման հետ, անվտանգության համակարգերի վերազինման հետ, ինչպես նաև նախատեսվում է աշխատանքային վեճերի լուծման համար արտադատական նոր մարմնի ստեղծում։ Սրանք այդքան հետաքրքիր չեն, եկեք անցենք հենց ոլորտային ուղղություններին։ Երեխաների հիմնահարցեր, այստեղ ինչ ունենք նախատեսվող, պլանավորվում է երեխաների խնամացող պետական ոչ առևտրային կազմակերպությունների շենքերի պայմանների բարելավում 2.4 միլիարդ դրամ բյուջեով
Եվ կանանց հիմնահարցեր ընտանիքում բռնության և մարդկանց թրաֆիքինգի զոհերին աջակցություն ծրագրում ևս ունենք նոր միջոցառում, ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագրերի շրջանակում տրամադրվող ծառայություններ 14 միլիոն դրամ ֆինանսավորմամբ։ Ընդ որում, ինչպես արդեն նշեցի, սրանք են նախաձեռնություններն են, որոնք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից բյուջետային հայտով ներկայացվել են և այս պահին քննարկվում են, բայց այս պահին միջնաժամկետ ծախսերի ծրագրով հաստատված սահմանաչափի շրջանակներում ընդամենը մի միջոցառում կա այստեղից, որ հաստատվել է, հաստատ ֆինանսավորվելու է, դա ընտանեկան և կենցաղային բռնության գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագրի շրջանակներում տրամադրվող ծառայություններն են 14 միլիոն դրամի։ Ընդ որում նշեմ, որ այս ծառայությունները նախատեսվում է, որ կիրականացվեն մրցույթային կարգով հաղթած կազմակերպությունների կողմից։ Սրանք հիմնական փոփոխություններն են և քանի որ այսօր ըստ էության մեզ մոտ հավաքված են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ձեզ հետաքրքիր է, թե սոցիալական պաշտպանության ոլորտում նաև ինչ ծրագրեր են իրականացվում հենց հասարակական կազմակերպությունների կողմից, փորձեմ բյուջեն այդ տեսանկյունից ներկայացնել։ Եթե բնույթի ըստ տեսակի ուսումնասիրենք, թե ինչ միջոցառումներ ունենք, կտեսնենք, որ սոցիալական պաշտպանության բյուջեի 98%-ը, այսինքն գրեթե ամբողջ բյուջեն մեր մոտ տրանսֆերտներ են, կենսաթոշակներ, նպաստներ, այլ աջակցություններ ուղղակի շահառուներին։ Ծառայությունները կազմում են բյուջեի ընդամենը 2%-ը, իսկ կապիտալ ծախսերը շատ ավելի քիչ են, ընդամենը 0.2% կապիտալ ծախս ունենք։ Բայց նկատենք նաև, որ այս տրանսֆերտներում գերակշիռ մասը կազմում հենց կենսաթոշակները։ Եթե կենսաթոշակները հանենք, սոցիալական պաշտպանության բյուջեն 60%-ով գրեթե կրճատվի, այսինքն երբ որ մենք խոսում ենք այնտեղ, որ սոցիալական պաշտպանության բյուջեին ուղղվելու է 993 միլիարդ դրամ, դրա 60%-ը եթե հանենք, ընդամենը կունենանք 300-400 միլիարդ դրամի ծախս։ Եթե նպաստներն էլ հանենք, այնտեղ արդեն գրեթե բան չի մնա։ Հիմա ծառայությունները, ինչ ծառայություններ են իրականացվում։ Ծառայությունների 50%-ը սոցիալական պաշտպանության, քաղաքականության մշակում, ծրագրերի իրականացման ապահովման ուղղված ծառայություններն են, այս կարծում եմ բնական է, որովհետև բավականին մեծ ոլորտ է, բավականին շատ քաղաքականություններ են իրականացում, հետեւաբար ունենք մարմիններ, որոնք պետք է պահպանենք, նախարարությունը, ինտեգրված ծառայություններ եւ այլն։ Մյուս մասը 38.5%-ը սրանք շահառուներին ուղղակիորեն մատուցվող ծառայություններն են, որոնք իրականացվում են ԱՍՆ ենթակայության տակ գտնվող ՊՕԱԿ-ների հիմնադրամների կողմից եւ 11.5%-ը այն բյուջեն է, որը ծախսվում է փաստորեն հասարակական կազմակերպությունների կողմից տարբեր միջոցառումներ իրականացնելու համար։ Դրամական արտահայտությամբ այդ 1.8 միլիարդ դրամ է 2026-ի բյուջեում։ Բայց կուզեմ, որ մեկ այլ տեսանկյունից էլ նայենք այս ծառայություններին։ Փաստորեն մենք ունենք բյուջեում թվով 35 միջոցառում, այդ 35 միջոցառումներից 15-ը հենց պատվիրակվող ծառայություններն են, որոնք իրականացվում են ՀԿ-ների կողմից։ Այսինքն, եթե այդ տեսանկյունից նայենք, պատվիրակվող ծառայությունների ընդգրկման մակարդակը շատ ավելի մեծ է, քան այդ 11.5%-ը, որը դուք տեսնում եք։ Հիմա եկեք հասկանանք շրջանակը, թե որոնք են այդ ծառայությունները, ինչ ծառայություններ են պատվիրակվում, ինչքան գումար է հատկացվում այդ ծառայությունների իրականացմանը եւ 2025-ի սկզբի դրությամբ որ մարմինները, որ ՀԿ-ներն են իրականացնում այդ ծառայությունները։ Անապահով սոցիալական խմբերին աջակցության ծրագրում 3 այդպիսի միջոցառում ունենք՝ սոցիալական շտապ օգնություն, ամոթևան անձանց կացարանով ապահովում և սոցիալապես անապահով անձանց ծննդի կազմակերպում։ Նկատենք, որ 26-ի պլանավորվող բյուջեում այստեղ ոչ մի բան չի փոխվել, այսինքն նույն սահմանաչափերն են պահպանված, ինչ որ 25-ին ունեինք։ Առաջինը իրականացվում է Հուսոտուն բարեգործական կենտրոն հիմնադրամի կողմից, երկրորդը Հանս Քրիստիան Կոնֆեր ԲՀԿ-ի կողմից և սոցիալական անապահով անձանց ծննդի կազմակերպումը Առաքելություն Հայաստան ՀԿ-ի ու Հուսոտուն բարեգործական կենտրոն հիմնադրամի կողմից։ Երեխաների հիմնահարցերում այստեղ 3 միջոցառում ունենք։ Առաջին միջոցառումը երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրումն է։ Այս էլ միջոցառումն է, որը բավականին մեծ
ընդգրկվածություն ունի ՀԿ-ների տեսանկյունից, որովհետև ինչպես տեսնում եք, բավականին մեծ թվով ՀԿ-ների կողմից է իրականացվում։ Սա նաև շատ լավ է տեսանկյունից, որ մենք ունենք նաև մարզային բաշխվածության ապահովում, այսինքն բավականին մեծ ընդգրկվածություն ըստ տարածաշրջանների։ Բյուջեն փոքրինչ աճելու է, 2026-ին ունենալու ենք 593.6 միլիոն դրամի ֆինանսավորում, ինչը ենթադրում է այս ծառայությունների աճ, հետևաբար մենք ավելի լայն ընդգրկվածություն կունենանք։ Հաշմանդամություն ունեցող երեխաների տնային խնամքի ծառայությունները, սա 2025-ից իրականացվող միջոցառում է, իրականացվում է Առաքելություն Հայաստան ՀԿ-ի կողմից և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի ապահովում ընտանեկան միջավայրին առավել մոտ սոցիալ-կենցաղային պայմաններում այս միջոցառման մասին խոսեցի, ինքը նոր իրականացվող միջոցառում է, SOS մանկական գյուղեր հիմնադրամի կողմից է իրականացվելու։ Կանանց հիմնահարցեր, ընտանիքում բռնության և մարդկանց թրաֆիքինգի զոհերի աջակցություն ծրագիր։ Այստեղ ինչ ունենք, այստեղ փոփոխություններ ունենք ծրագիր, որը այս պահին փաստորեն չի իրականացվելու, դա թրաֆիքինգի և շահագործման, սեռական բռնության ենթարկված անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնման ծառայություններն է։ Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն ՀԿ-ի կողմից է իրականացվել, բայց այստեղ նշեմ, որ արդյունքային ցուցանիշներով մենք շատ քիչ շահառուներ ենք ունեցել, պատմականորեն շատ քիչ շահառուներ ենք ունեցել, հիմնականում 3-ից 11, 12, 13 հոգի են եղել այս միջոցառման շահառուները։ Ընտանիքում բռնության ենթարկված անձանց ապաստարանի ծառայություններ, այստեղ բյուջեի աճ ունենք և ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ծառայություններ, այստեղ էլ փոքր բյուջեի աճ ունենք, ընդ որում այս երկու միջոցառումների բյուջեի աճերը որպես քաղաքասարակության առաջարկներ են եղել, բավական շատ ավելի մեծ էր այդ բյուջեի աճը, բայց այսքանով ամեն դեպքում այս պայթյունությամբ հաստատված է։ Առաջինը իրականացվում է կանանց աջակցման կենտրոն ՀԿ-ի կողմից, մյուսը էլի բավական մեծ թվով ՀԿ-ների կողմից տարբեր մարզերում։ Եվ ընտանեկան և կենցաղային բռնության գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագրի շրջանակում տրամադրվող ծառայություններ, սա արդեն ասեցի նոր միջոցառում է, 14 միլիոն դրամ է հատկացվելու և մրցույթով ընտրված տարբեր կազմակերպություններ են իրականացնելու։ Հաջորդը հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառում։ Այստեղ էլ ունենք 3 միջոցառում, որոնք իրականացվում են հասարակական կազմակերպությունների կողմից, բյուջեներում, ինչպես նկատում եք, փոփոխություն էլի չի նախատեսվում, նույն սահմանաչափերն են պահպանվելու։ Տեսողության խնդիրներ ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնում միջոցառումը իրականացվում է այս պահին Հայաստանի քույրերի միավորում հաշմանդամների ՀԿ-ի կողմից։ Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ վերականգնողական ծառայությունների ցերեկային կենտրոններում այս 5-6 ՀԿ-ի կողմից է իրականացվում փրկություն, աուտիզմի ազգային հիմնադրամ, Կարիտաս Արեգակ, Լիարժեք կյանք, Աստղավարտ, Հույս մեծամոր և Խնամք։ Եվ վերջին միջոցառումը հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ համայնքային փոքր խմբային տներում, սա իրականացվում է 3 ՀԿ-ների կողմից՝ Ջերմիկ անկյուն, Խնամք ՀԿ և Առաքելություն Հայաստան։ Սրանք բոլոր են միջոցառումներն էին, այսինքն այն միջոցառումների շրջանակներ, որը իրականացվում է տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից, այսինքն այստեղ հասարակական դաշտը ուղղակիորեն մասնակցություն ունի։ Եվ տարեցներ կամ հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն, դրա մասին մոռացա, տնային պայմաններում խնամքն է, որը Առաքելություն Հայաստան, տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա ՀԿ-ի, Հայկական Կարիտաս, Արմավիճ զարգացման կենտրոն, Հուսոտում բարեգործական կենտրոն և համագործակցության կամավոր ՀԿ-ի կողմից է իրականացվում։ Եվ տարեց հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային խնամքի ծառայությունները, այստեղ բյուջեի փոքրինչ աճ ունենք, 81.6 միլիոն դրամ պլանավորվում 26-ին, Առաքելություն Հայաստան և Հայկական Կարիտաս ԲՀԿ-ի կողմից է իրականացվում։